Վասխախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա, թիվ 10 կոտրակ 51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների մասով եւ նույն որոշման երկրորդ կետով անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10-51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներ համավար ճանաչելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասային անջատություններ գումարային չափ։ Նույն օրենսգրքի 101-րդ հոդվածի առաջին մասի համաձայն եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտում է, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն հասնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր շրջել այդ խախտումների հետևանքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտրակ 13 10 կոտրակ 51 եւ 36 կոտրակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Մի խանգարեք նիստը, հարգելի ներկաներ։ Դե ասում եմ մի խանգարեք նիստը։ Հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խանգարեք նիստը։ Դուք, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կընդունի, դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Լրեք, դադարեցրեք։ Դադարեց մի խոսեք։ Տիկին, եթե չեք կարող լրեք, դուս եկեք։ Դորու չալավյան։ Կորետ պայից ես։ Եթե ընթերցանության է գրադի է, հավույթը ընթերցանություն չի հավույթ։ Պետք է հավույթ Դուք ընդհանրապես բարիքի հետ կապ չունեք, հարգելի գործունեներ։ Հարգելի լիազորներ, կամ լրեք, կամ դուս եկեք։ Եթե գիտեք ընթերցանության դաս լսեք։ Հարգելի լիազորներ, կամ լրեք, կամ դուս եկեք։ Հարգելի լիազորներ։ Տիկին կանալ, երբ որ մենք որոշումը կկայացնենք դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Այո, մի խոչընդոտեք նիստի, ամենայն հարգանքով։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ հավաքել տարածմանը։ Ձեր իշխանությունների, ձեր նշանակած իշխանությունների հռչակած ժողովուրդ հավաքել տարածմանը։ Ձեր անձով եւ ձեր ղեկավարած մարմնով։ Մանատերին այցնելու համար եթե երբ հաղուց են պատասել, երբ տեղամասել էին համավին։ Հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խոչընդոտեք նիստը, լրեք, դուս եկեք, հարգելի լիազոր ներկայացուցիչներ, դուս եկեք։ Շնորհակալություն։ Սեք աշխատում, պատմերում և դարձեք դեր ղեկավարի ու կարգի կամաշատարը։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 17027 կոտրակ 26 գրությամբ հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի ժողովի ընտրության անցկացման պայմանավորված 14.06.2026 թվականի ժամը 14:00 դրությամբ վարչական դատարանում ստացվել է թվով 101 հայցատիմում, որից 61-ը վերադարձվել է, 8-ի ընդունումը մերժվել է, 4-ը բավարարվել է, 1-ը բավարարվել է մասնակի, 27-ը մերժվել է։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփվել են նաև
Տեսյանի Վրազի հանձնաժողովի տեսանողական մեծացարության մոտեցումների կողմից 2026 թվականի հունիսի 7-ին ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական կառավարության սահմանած կարգի պահպանման վերաբերյալ ըստ հերթատեսության և Վրազի հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքների եզրակացությունը։ Հերթատեսության և Վրազի հանձնաժողովի եզրակացրել, որ տեսահոլովական մեծացարություն մատուցող ընտրությունների կողմից նախընտրական կառավարության ժամանակահատվածում տրամադրված եթերաժամի արձանագրված անհամաչափությունը չի կարող գնահատվել որպես նախընտրական կառավարության մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման սկզբունքի խախտում, միաժամանակ հավասար պայմանների ապահովման սկզբունքի խախտում պետք է դիտարկել լրատվական հաղորդման ընթացքում կուսակցությունների դաշինքների նախընտրական կառավարության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականների ձև տեղեկատվության ներկայացման պահանջի խախտման հանձնաժողովի կողմից արձանագրված դրվագները, որոնց տրվել է համապատասխան Սիրելի ժողովուրդ, ամենալկտի ու այլանդակ ձևով կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը իրեն հռչակում է կոլեգիալ մարմին, ոտնահարում է մեր հայրենակիցների 3000-ից ավել մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը, որևէ հոդաբաշխ բացատրություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչվող Վահագն Հովակիմյանը, ով ըստ տարբեր շրջանառվող լուրերի իր տան նկուղում արդեն բունկերա պատրաստում, ու շատ ճիշտ է անում, որ բունկերա պատրաստում, բայց էդ էլ չի փրկելու։ Չի կարելի նման կերպ վարվել ժողովրդավարության հետ։ Դուք եք խոսում, այ իշխանության կամակատարներ, դուք եք խոսում ժողովրդավարությունից, դուք եք խոսում արդարությունից, ոնց կարելի է նման անհամարական վերաբերմունք ունենալ մեր ժողովրդի ընտրություն կատարած մեր հայրենակիցների քվեի նկատմամբ։ Սա ամենավերջին մակարդակի լկտիություն է, որովհետև ակնհայտ է, որ կոնկրետ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղորդվում է մեկ մարդու կողմից, ու այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ովին վերտատու։ Ու առավել քան ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացը կոնկրետ ուղղված էր ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ։ Այս ամբողջ գործընթացի հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բայց ժողովուրդը